Պարոն Թովմասյան, քանի որ դուք նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ եք, Նիկոլ Փաշինյանի որոշումները, գործողությունները եկեղեցու հետ կապված ինչպես եք մեկնաբանում, պատարակների որոշել մասնակցել, կոչ է անում գնալ պատարակների, որտեղ Մայրաթորի կողմից կարգալույց հռչակված քահանան է պատարակ մատուցում։ Պատարակին ես ինքս էլ եմ մասնակցել եւ բացառապես դրական եմ դրան վերաբերվում, ասեմ ինչ տեսանկյունով, որ եթե գոյություն ունեն կարգեր եւ կանոններ, բոլորս ենք պարտավոր հետևել այդ կարգերին եւ կանոններին, այդ թվում եւ պետական պաշտոնյաները, այդ թվում եւ եկեղեցական հայրերը։ Իսկ ինչ կարգու կանոնի մասին է խոսքը, թե կարգալույց է եղել տվյալ քահանան եւ եկեղեցին է դա որոշել։ Կարգալույց է եղել տվյալ քահանան այդ պարագայում այնտեղ իր պարտականություններն էր կատարում, մատուցեց շատ բավականին հագեցած ծառայություն, որին մենք մասնակցեցինք եւ շնորհակալ ենք իրեն դրա համար։ Օրինական չէ, երբ եկեղեցին կարգալույց է անում եւ այսինքն բոլորը կարող են կարգալույց եղած քահանաները այդտեղ պատարակ մատուցել, եթե Փաշինյանը կոչ անի։ Կներեք, այստեղ հարցը կոչին չի վերաբերում, եթե իմ կարծիքն եք հարցնում, պատարակ է մատուցել համապատասխան սպասավոր, որին մենք մասնակցել ենք եւ կրկնում եմ շնորհակալ ենք իրեն։ Այսինքն դուք էլ չեք հարգում եկեղեցու որոշումը։ Ես պատարակին բոլոր կիրակիներին չեմ մասնակցում, բայց բավականաչափ հաճախ այցելում եմ մեր այն եկեղեցին, որի մոտ ես բնակվում եմ։ Չէ, խոսքը այս կիրակի պատարակի մասն է, այսինքն Հովանավանքում հնարավոր է մասնակցեմ։ ասի գնալու է։ Ես կրկնում եմ, որ ես իմ կամքով, իմ ցանկությամբ մասնակցում եմ այն պատարակներին, որին որ ցանկանում եմ մասնակցել։ Այս կիրակի գնալու եք։ Չեմ կարող ասել, դեռ պլաններս մշակված չի, բայց հավանաբար կմասնակցեմ։ Դա անարգանք չէ եկեղեցու որոշման հանդեպ։ Ես արդեն նշեցի, որ կարծում եմ, որ ոչ, անհարգանք չէ, որովհետև դե հիմա կներեք, ես չեմ կարող իմ հավատամքը բացատրել, որովհետև ես մասնակցում եմ այն պատարակներին, որին ցանկանում եմ մասնակցել, եւ իմ կարծիքով դա անհարգանք չէ որևէ բան նկատմամբ։ Վեհին նախաձեռնությանը դուք եք միացել։ Այդ որ նախաձեռնությունը Արեգ ջան։ Նիկոլ Փաշինյանն է ասում, վեհարանը վեհին։ Դե ես կարծում եմ, որ վեհարանը պետք է այն կարգավիճակում լինի, որ կարգու կանոնը եւ ամեն ինչը պահպանված լինեն սահմանված ընթացակարգերին համաձայն։ Դուք խոստացել եք, որ լսում եմ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը նախորդ հարցուպատասխանի ժամանակ նշում էր, որ եկեղեցիները իրենց գույքերով, տարածքներով պետությանն է, որոնք անհատույց օգտագործման իրավունքով տրվել է Մայրաթորին, բայց հետո լրագրողները բացել էին այդ Հովանավանքի օրինակով ցույց էին տալիս, որ կադաստրի թղթով, ինչպես սիրում է Նիկոլ Փաշինյանն ասել, Մայրաթորին է պատկանում օրինակ Հովանավանքը։ Ես ձեր հղումները իհարկե չեմ հասկանում, ինչպես սիրում է ասել, եթե դուք կոնկրետ հարց ունեք, խնդրում ձեր հարցը։ Առանց որևէ հղումների, լսում եմ ձեզ։ Իրենց գույքերով, հողերով։ Ուրեմն խորհրդային միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես Հայաստանի Հանրապետությունը։ Եվ խորհրդային միության փլուզումից հետո ընդունված օրենքներով, կարգերով, հողային օրենսգրքով տրվել է համապատասխան իրավունքներ, այդ թվում եւ բոլորիս, այդ թվում եւ մեր բոլորիս ընտանիքներին, ովքեր որ խորհրդային միության փլուզումից հետո ստացել են գյուղատնտեսական հողեր, ստացել են համապատասխան տնամերձ հողամասեր։ Եվ համապատասխանաբար, այո, բոլոր հողերը խորհրդային միության փլուզումից հետո եղել են Հայաստանի Հանրապետության սեփականություն եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ օրենսդիր մարմինն է որոշել, թե հողերի բաշխումը ոնց է տեղի ունենալու։ Այդ թվում եւ հիմա դուք նշեցիք Հովանավանքը, ես կարող եմ ասել, որ Հովանավանքի համար եւ շենքի եւ հողամասի վերաբերյալ եղել է կառավարության որոշումներ եւ բացառապես այդ որոշումներն են հիմք հանդիսացել, որ այդ գույքը, անշարժ գույքը փոխանցվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հարցը հստակեցնեմ, ում է սեփականություն, ում է պատկանում, եկեղեցուն թե պետությանը։ Ես հիմա չեմ հիշի, հենց դետալային ասեմ ինչի համար, որովհետև կարող օգտագործման իրավունքով է փոխանցված։ Չէ, սեփականություն է։ Տեսեք, էլի եմ ասում, կարող է շինությունն է սեփականություն գրված, բայց հողը դա այլ կարգավորումների է տրվում եւ դրա համար եմ ասում ես եթե ձեզ հետաքրքիր է մենք կարող ենք ուսումնասիրել եւ դետալային պատասխանել հարուստ կառույց է հողերի, կալվածքների
Կարծում եմ բավականին, եթե չեմ սխալում 600 կամ 700 միավոր անշարժ գույք կա, եթե չեմ սխալում կոնկրետ, որովհետև դուք հիմա կոնկրետ եթե թվերին հարց տաք, ես պետք է խնդրեմ ձեզ առանձին հարցադրում անեք, որին պատասխանենք։ Մի արգումել այս թեմայով, իսկ ազատված է եկեղեցին գույքահարկի եւ նմանատիպ։ Ուրեմն ըստ օրենսդրության արկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազատված են գույքահարկից եւ հողի հարկից, բայց կան նաեւ այնպիսի գույքեր, որոնք որ վճարում են այդ հարկը։ Մասնավորապես որ գույքերն են, օրինակ մայրաթոռը վճարում է գույքահարկ։ Կներեք, չեմ կարող հենց հիմա չեմ կարող ասել, որովհետև դետալային ձեր հարցը վերաբերում է կոնկրետ օբյեկտի, ես մեծ հաճույքով յուրաքանչյուր նման հարցի գրավոր կպատասխանեմ։ Քանի որ հարցության մասին, ձեր առանձնատան մասին եմ ուզում հարցնել, դուք Նորքում բավականին մեծ այսպես առանձնատան։ Իսկ կներեք, ես այդ առանձնատունը չէ, կներեք, դուք հիմա պաշտոնյա եղած ժամանակ հայտարարագիրը լրացված է, խնդրում եմ բացեք հայտարարագրից նայեք։ Եվ ժողովրդավար Հարգելիներս, ախր ինչ կապ ունի, ինչը պատմեմ, այդունը ձեր 2019 թվականին, երբ որ պաշտոնի նշանակված չեմ եղել, աշխատել եմ։ ինչ միջոցներով, ինչ եք համատ ասֆալտապատման տեխնիկական ընկերությունում եք։ Հա, բիզնեսն եք այսինքն։ Ոչ, սխալ եք մեկնաբանում։ Ինչ միջոցներով եք։ Ես միշտ մասնագիտական ոլորտում ծառայություններ եմ մատուցել, եղել եմ ամբիոնի վարիչ, դասախոսել եմ։ Դասախոսը այսքան կարող է Կներեք, հարգելիներս, ամեն ինչ հայտարարագրված է, խնդրում եմ բացեք եւ կարդացեք։ Լավ, մի հարց հետ կապված է, հայտնի ծեծի թեման դեռ չի փակվել եւ ուզում ենք հասկանալ դուք ինչ կարգավիճակ ունեք այդ պահին։ Դրա վերաբերյալ ես շատ մանրամասն հարցազրույց եմ տվել կառավարության շենքում, մանրամասն բացատրություններ եմ տվել դրա վերաբերյալ։ Ես հրավիրվել եմ հարցաքննության, դետալներ չեմ կարող բացահայտել, եթե ցանկություն ունեք դետալներին ծանոթանալ, դիմեք։ Ինչ կարգավիճակով եք հիմա դուք մասնակցում այդ Ես հրավիրվել եմ հարցաքննության, մնացած վերաբերյալ ես չգիտեմ իրավաբանորեն ես իրավունք ունեմ տեղեկատվություն ձեզ փոխանցել, թե ոչ, կարող եք դիմել քննչական մարմնին, իրենք ձեզ մանրամասն կպատասխանեն։ Թոմասյան, մի հարցի հետ կապված կուզեի անդրադառնալ Կիրանցի այդ սահմանազատումը, որ եղավ, հետո հայտարարվեց նաև դուք էլ Դրա վերաբերյալ էլ ձեզ է բազմաթիվ անգամներ հարցազրույց եմ տվել։ Կադաստրային անճշտությունների մասին եք դուք ասում, հետո նաև ասցիք, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում այդ անճշտությունները վերացնելու։ Հիմա քանի որ առաջիկայում էլի սահմանազատում է լինելու եւ այլն շարունակվում է գործընթացը, ուզում եմ հասկանալ հատկապես այն հատվածներում, որտեղ որ Ադրբեջանի հետ սահման է Հայաստանը սահման ունի։ Այդ հատվածներում կան տեղեր, որ մարդիկ ունեն վկայականներ, բայց եթե սահմանազատում լինի, կրկին կկանգնեն ու խնդրի առաջ։ Անշարժ գույքի վերաբերյալ ձեր յուրաքանչյուր հարցին ես կկարողանամ պատասխանել այն ժամանակ, երբ որ նույնականացված տվյալ ինձ ասեք։ Ես հիմա ասենց վերացական չեմ կարող պատասխանել։ Անշարժ գույքի, նայեք, կադաստրային քարտեզների մեջ արկա են բավականաչափ սխալներ, դրա վերաբերյալ կա կառավարության որոշում եւ այս պայդրությամբ նաեւ մենք մշակում ենք օրենք Գույքի գրանցման օրենքի մեջ փոփոխությունների փաթեթ, որը կոնկրետ անդրադարձ է կատարում կադաստրային քարտեզների սխալներին։ Դա գաղտնիք չէ, բոլորին էլ պարզ է եւ հասկանալի, որ նման խնդիրներ կան, բոլորս էլ մեր առօրյայում հանդիպում ենք։ Դեպքը, երբ որ կբացահայտվի, դեպքը կուսումնասիրենք կպատասխանենք։ Խնդրում եմ էլի Ժողովուրդ ջան, լսում եմ ձեզ, հա։ Սահմանագծման թեմայով, մասնավորապես անկլավների հետ կապված կադաստրի կոմիտեն ունի բավականաչափ իրավական բազա, որպեսզի ապացուցի, որ դրանք մերն են պատկանում եւ նաեւ վիճելի որոշ տարածքների հետ։ Հարգելիներս, տեսեք, կադաստրի կոմիտեի գործառույթները հստակ նկարագրված են կանոնադրությամբ։ Կադաստրի կոմիտեն որևէ իրավական պարզաբանում, որևէ փաստաթղթի վերաբերյալ տալիս է միայն այն ժամանակ, երբ որ դա իր գործառույթների շրջանակում է։ Ձեր տրված հարցին կներեք, ես չեմ կարող պատասխանել այն իմաստով, որ ինձ նման դեպք հայտնի չէ, քանի որ գործառույթային տրամաբանության մեջ մենք չունենք որևէ նման տեղեկատվության պարզաբանում տալու հնարավորություն։ Մենք հանձնաժողովի, իմ տեղակալը հանձնաժողովի անդամ է, ակտիվ մասնակցում է, եթե որևէ պարզաբանում տալու հնարավորություն ու կարիք լինի, ապա հանձնաժողովի անունից համապատասխան պաշտոնյաները հայտարարություն կտան։ Այսինքն ենթադրվում է, որ մի օր այո ձեզ այդ հարցով դիմելու անհրաժեշտություն է։ Ես հիմա էլի եմ ասում, նայած ինչ հարցի մասին է խոսքը, եթե հանձնաժողովը աշխատանքների ընթացքում կգտնի մի կետ, որը որ կադաստրի կոմիտեի գործառույթների կվերաբերվի, մենք մեր պարտականությունները միշտ կատարում ենք բարեխիղճ ձևով։ Պարոն Թովմասյան, եւ արդյոք քննարկում է կառավարությունը ինչ որ գույքեր մայրաթորից վերցնել, թե ոչ։ Ուրեմն կառավարության օրակարգում է
Հայաստանի Հանրապետությունում սեփականաշնորհման ընթացակարգում թույլ տրված խախտումներով բոլոր գույքերի նկատմամբ ուսումնասիրություն իրականացնել, որը դուք այսօր էլ տեսնում եք, հատիկ առ հատիկ Հայաստանի Հանրապետության վերադարձող գույքերին բոլոր կներեք, ես ուզում եմ շարունակեմ, խնդրում եմ հարցը ըստ էության եմ պատասխանում։ Բոլոր այն դեպքերը, որի ժամանակ, որի շրջակայքում թույլատրվել է օրենսդրական խախտումներ, այդ բոլոր դեպքերը պետք է ուսումնասիրության առարկա դառնան եւ դառնում են, անկախ դրանից, թե ինչ գույքի է դա վերաբերվում։ Մեկ ուրիշ հարց է, որ մենք պետք է կարգավորենք օրենսդրական խնդիրները, որոնք նախկինում թույլ են տրվել, եւ դրանից հետո արդեն առանձին որոշումներ կայացվեն։ Ինեք, այսինքն եկեղեցին հետ վերցվի, ինչ արվի, պետական գույքի կոմիտեին կծվի։ Բայց հիմա դուք այդ հարցը որ տալիս եք, որևէ նման դեպք էս պայդրությամբ ձեզ հայտնի է։ Ձեզ հայտնի է։ Դուք որ ասացիք բոլոր դեպքերը։ Եթե կբացահայտվեն նման դեպքեր, առանձին ես չեմ կարող ասել դիմեք լիազոր մարմին կասեն արդեն, թե եկեղեցին ինչ կանի։ Բացարձակապես միայնակ եմ գնացել, պատասխանեցի ձեզ արդեն։ Ես նման բանից տեղյակ չեմ, հավաքված է եղել այնտեղ շատ հավատացյալներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավորներ, բազմաթիվ մարդիկ են այնտեղ եղել, իսկ ես այնտեղ գնացել եմ բացառապես միայնակ։ Եկեղեցում քաղաքական հավաք չէ, ոչ, եկեղեցում աղոթք էր, դուք չեք տեսել։ Իսկ սափահարությունը որևէ ձևով արգելված է։ Կներեք, կրկնում եմ, իսկ որտեղ է գրված, որ որևէ ձևով արգելված է սափահարությունը, եթե մարդու ցանկություն է որևէ բան սափահարելը։ Դե կներեք, կրկին անգամ ուզում եմ ասել, յուրաքանչյուր մարդ ազատ է կատարել այն, ինչը որ ինքը ցանկանում է կատարել, պահպանելով օրենսդրությունը։ Կներեք, ես նման բան չեմ տեսել։ Ոչ։ Չեմ տեսել նման բան։ Կներեք, չեմ տեսել եւ խնդրում եմ ավարտենք։ Հարգելիներս, հիմա ես լսեք, էլի խնդրում եմ, մի վարքյան։ Հաջան։ Ինչու եք հունից դուրս։ Ո՞վ է հունից դուրս գալիս, Նարեկ ջան։ Ես շատ հանգիստ պատասխանել եմ ամեն անգամ, կներեք, խոսում եմ, մի ընդհատեք։ Ամեն անգամ, երբ որ դուք ինձ կանգնացնում եք հարցազրույցի, ես շատ համբերատար կանգնում եմ, պատասխանում ձեր յուրաքանչյուր հարցին, վերջում դուք մի հատ նմանատիպ ռեպլիկ եք բացում, ինչու եք դուրս գալիս հունից։ Որտեղ տեսակ որ ես հունից։ Դուք տեսել եք որևէ ժամանակ, երբ որ ես հունից դուրս եմ գալիս։ Թերևս մի հարց է։ Հարգելիներս, նման բան գոյություն չունի, համբերատար պատասխանել եմ յուրաքանչյուր հարցին, հիմա պետք է ասեմ իմ աշխատանքին։ Շնորհակալություն եմ հայտնում, լսում եմ ձեզ։ Պարոն Թովմասյան, քանի որ գույքերի թեման արձարծվեց, թույլ տվեք հարցնել, եկեղեցականներից, հոգևոր սպասավորներից շատ են մարդիկ, սուբյեկտներ, որոնք գույքեր ունեն, մասնավորապես ապօրինի ծագման, գիտենք, որ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի գույքի օրինականությունը վիճարկվում է դատարանում։ Նրա կարգավիճակում գտնվող այլ եկեղեցականներ կան, որոնց գույքը Տեսեք, ես տեղեկատվություն չունեմ նախ եկեղեցականների վերաբերյալ, այսինքն եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, աշխատավայրը, որպես այդպեսին կադաստրի կոմիտեին հայտնի չէ։ Եթե դուք գիտեք որևէ սուբյեկտի վերաբերյալ հարցման ժամանակ տեղեկատվությունը, եթե ազատ է, տեղեկատվությունը կադաստրի կոմիտեն համապատասխան տեղեկանքով տրամադրում է այդ տեղեկատվությունը, բայց աշխատավայրերի վերաբերյալ կադաստրի կոմիտեում ինֆորմացիա չկա այս պայմանությամբ։ Ես ձեզ համար հատուկ կարող եմ ցույց տալ, թե ինչպես է եւ ձեր վերաբերմունքը։ Ինչի վերաբերյալ։ Առանձին կուսումնասիրեմ, շնորհակալություն։